Եթերում ներքին գործեր հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ներքին գործերի նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին։ Արփինե Սարգսյանը հետևել է միգրացիա և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին։ Ոստիկանությունում ծառայությունը արժանապատվություն, Գվարդիայի 2025 թվականի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։ Սարգսյանն ու Գելաձեն կարևորել են երկու երկրների իրավապահ և անվտանգության կառույցների միջև ձևավորված բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը։ Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին և նախանշել համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։ Նախարար Արփինե Սարգսյանը պարգևներ է հանձնել փրկարարծառայության ջրասուզակներին, որոնք հունիսի 15-ից 22-ը ներգրավված են եղել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներում։ Ներքին գործերի նախարարն ընդգծել է փրկարարների բարձր մասնագիտական պատրաստվածությունն ու անձնվեր ծառայությունը, շնորհակալություն հայտնելով որոնողական աշխատանքների ընթացքում կատարած ներդրման համար։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել փրկարարծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակների, որոնք հունիսի 15-ից 22-ը ակտիվ ներգրավվածություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։ Ծառայողական պարտականությունները բարեխեղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է անբասիր ծառայության համար մեդալով։ Անվեհեր փրկարար մեդալով պարգևատրվել են Հովակիմ Բաբայանը, Հայկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Պարքև Հովսեփյանը և Մխիթար Մեսրոպյանը։ Փրկություն օգնություն մեդալով պարգևատրվել են Նարեկ Բաբայանը, Արթուր Խաչատրյանը, Խաչատուր Մուրադյանը, Թաթուլ Հովհաննիսյանը, Ռուբեն Հայրապետյանը, Արթուր Խաչատրյանը։ Այլ հրամաններով պարգևատրվել են նաև որոնողական աշխատանքների ներգրավված փրկարարական ծառայողներ, որոնք իրենց ներդրում են ունեցել իրականացված գործողությունների արդյունավետ կազմակերպման և կատարման գործում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը որոնողական աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել փրկարարական ծառայողներին։ Բարձր գնահատելով նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու անձնվեր ծառայությունը, նախարարը ընդգծել է, որ բարդ որոնողական աշխատանքների ընթացքում գործել են բարձր պատասխանատվությամբ, հավատարիմ մնալով մասնագիտական առաքելությանը։ Փրկարարի աշխատանքը պահանջում է ոչ միայն բարձր պատրաստվածություն։ Ջրասուզակ Վահե Մելքոնյանը անդրադարձել է իր մասնագիտական առաքելությանը, ընդգծելով, որ յուրաքանչյուր որոնողական աշխատանք իր մեջ կրում է ծանր հուզական բեռ, հատկապես երբ խոսքը մարդկային կորստի դեպքերի մասին է։ Ցանկացած դեպքին ինչ-որ մի հետք թողում է, մանավանդ ինչը վերաբերում է երեխեքին, շատ ցավալի է։ Վանաձորինը ինձ երբ կանչը եղավ, գործիքներս վերցրեցի, իմ գործընկերներիս հետ գնացինք այնտեղ, դեպքի վայրը տենալով անցա աշխատանքի։ Յոթ տարեկան բալիկին գտա մոտավորապես դեպքի տեղից մի 500 մետր այն կողմից։ Ինքը ափի վրայից ծառը ընկել էր ջրի մեջ, փուճուրը գնացել էր ծառի տակ։ Շոշափելով թաթիկից գտա, հետո դժվարությամբ հանեցի այդ ծառների այդ ճյուղերի մեջից, սկսեցի արդեն հաջորդի որոնումը։ Տևեց մի քանի օր, 10-11-ին հասնում էի տուն, փորձում եմ քնեմ, դե չեմ կարող։
Սաղ գիշերը պարկում մտածում էի քարտեզով բացում նայում էի որտեղ կարա երախուն պահած լինի, որ ես այդ տեղը նայած չլնեմ, որտեղ է թամ նայեմ, որտեղ բաց թողած կա։ Գետի աշխատանքի ինքնին շատ բարդ է։ Ու անսպասելի անակնկալ ամեն ինչի հանդիպում ես, ամեն բարդության հանդիպում ես ու շատ վտանգավոր տեղերի աշխատանքները իրականացնում, դժվար հասանելի տեղեր։ Մեծ քույրիկին 13-ամյա աղջնակին էլի մցրել էր հաստ ծառի տակ, որը որ էլի գետի մեջ ընկած էր ու ավազով ծածկել էր։ Տեղեր կար 5 անգամ, 6 անգամ նայել է։ Ու փաստորեն ավազի տակ հետո մեշոկներ բան եկել էր ծածկել էր, ավազի տակից կարեցա գտնեմ։ Շունչ սպայելով իշնում փորում էի ավազի տակից։ Բալիկին անի։ Գնացել իմ հաց ուտելու։ Ներերին որ էթան երեխեք հաց ուտելու տեիցին կորը։ Դրանցավ էր սազն մահապում։ Երեխեք շատ եմ հանում։ Երեխեք եմ անը, երեխա եմ անը, ասենք իրա տոտիկների կուկուի ոտի չապ հայել է։ Տնից էլ են գերա պրոստեսի։ Հերոսի բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի։ Էդի ես չեմ անում, էդի սիրտս է անում։ Ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա ծառայություններում շարունակվող բարեփոխումների շրջանակում իրականացվում են համակարգային փոփոխություններ ուղղված քաղաքացիներին առավել որակյալ եւ մատչելի ծառայությունների մատուցմանը։ Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում Էջմիածնում, Գյումրիում եւ Վանաձորում կառուցվում են միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման նոր գրասենյակներ։ Նախարար Սարգսյանը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, քննարկել տեխնիկական եւ կազմակերպչական լուծումները։ Ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա ծառայություններում իրականացող համապարփակ բարեփոխումների շրջանակում շարունակվում են համակարգային փոփոխությունները միտված հանրությանը առավել որակյալ քաղաքացիակենտրոն եւ արժանապատիվ ծառայություններ մատուցելուն։ Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում կառուցվում են միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման նոր գրասենյակներ։ Հունիսի 22-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ ֆրանսիական ընկերությունների կողմից հիմնադրված Հայփաս Փակbaşնետիրական ընկերության աշխատանքային խումբը գործադիր տնօրեն Ռեջիս Բուշիեի գլխավորությամբ այցելել են Էջմիածնի, Գյումրու եւ Վանաձորի սպասարկման գրասենյակներ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Ուսումնասիրվել են աշխատանքների բոլոր փուլերը, դիտարկվել են տեխնիկական եւ կազմակերպչական լուծումներ, կատարվել ճշգրտումներ եւ ներկայացվել առաջարկություններ։ Նախարարը կարևորել է կատարվող աշխատանքների որակի նկատմամբ խիստ վերահսկողությունը, ընդգծելով, որ նոր գրասենյակները պետք է լիովին համապատասխանեն սահմանված չափանիշներին եւ ապահովեն քաղաքացիների համար հարմարավետ ու արժանապատիվ սպասարկման պայմաններ։ Նախարար Սարգսյանը նշել է, որ նոր գրասենյակներում ներդրվող տեխնոլոգիական լուծումները եւ մեկ պատուհանի սկզբունքը հնարավորություն կտան նվազեցնել վարչարական բարդություններն ու հերթերը, ինչպես նաեւ խնայել քաղաքացիների ժամանակը։ Կենտրոնները կհամալրվեն ժամանակակից կենսաչափական սարքավորումներով, ապահովելով փաստաթղթավորման գործընթացների արագ, անվտանգ եւ թափանցիկ իրականացումը։ Նոր գրասենյակների գործարկումը կարևոր քայլ է միգրացիոն ոլորտի արդիականացման ճանապարհին, ձևավորելով պետություն քաղաքացի փոխգործակցության նոր մշակույթ եւ բարձրացնելով հանրային վստահությունը մատուցվող ծառայությունների նկատմամբ։ Կառավարությունն իրազեկում է
Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան, կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բացկրակից, այրել չորխոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր, ծառերի ճյուղերի կապուկներ, թաց հագուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները, դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Հիշեցում վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 ապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարկերի բուսականությունը, գյուղատնտեսական անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 ապատիկից 300 ապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 112 հեռախոսահամարին։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ համակարգի առաջնահերթ ուղղություններից որպես հանրային անվտանգության կարևոր բաղադրիչ։ Իրավապահները ընդգծում են, որ կյանքի վրա ծանր հետևանքներ ունեցող այս երևույթի դեմ պայքարը կրում է շարունակական եւ անզիջում բնույթ, զուգորդված կանխարգելիչ միջոցառումների ընդլայնմամբ։ Հանրային անվտանգության ապահովման գործում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ համակարգի առաջնահերթությունը։ Կյանքեր կործանող այս չարիքի դեմ պայքարն անզիջում է, իսկ կանխարգելման միջոցառումները շարունակական։ Ու նաև այս խնդրի շուրջ միջազգային հանրության ջանքերը համախմբելու նպատակով է, որ հունիսի 26-ն աշխարհում նշվում է որպես թմրամիջոցների օգտագործման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օր։ 2026 թվականի 5 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք։ Ոստիկանությունը հետևողական պայքար է տանում թմրամիջոցների շրջանառության դեմ, հատկապես մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների որդեգրած համակարգային մոտեցման եւ արդյունավետ պայքարի շնորհիվ կանխվում է նաեւ փոքր խմբաքանակներով թմրամիջոցների տարածումը, բացահայտվում են դրանց պահման, օգտագործման եւ իրացման ամբողջական շղթաները, հնարավորություն տալով առավել արդյունավետ հակազդել հանցավորության ընդլայնմանը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ներքին գործերի նախարարությունը իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային գործընկերների հետ թիրախային աշխատանք է իրականացնում։ Արդյունավետության մասին փաստում են գրանցված արդյունքները։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում համատեղ միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 147 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը միջգերատեսչական մակարդակում պահանջում է համալիր մոտեցում, ներառելով հանրային առողջապահության եւ անվտանգության բաղադրիչներ։ Ներքին գործերի նախարարությունը թմրամիջոցներից զերծ եւ անվտանգ միջավայր ապահովելու հանձնառությամբ շարունակելու է անզիջում պայքար մղել, նպատակ ունենալով կանխարգելել թմրամոլությունը եւ կասեցնել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Տիգրան Մանուկյանն արդեն 14 տարի հավատարիմ է իր մասնագիտական ընտրությանը եւ հասարակական անվտանգության ապահովման գործում դիտարկում է ծառայությունը որպես մշտական առաքելություն։ Գվարդիայում ծառայելը նրա համար ոչ միայն աշխատանք է, այլև արժանապատվության գիտակցում հանուն հանրային անվտանգության։
14 տարի մասնագիտական ընտրությանը հավատարիմ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի լավագույն ծառայողի, հատուկ սպառազինության եւ մարտավարության գնդի ծառայող Տիգրան Մանուկյանի համար տարիները պարզապես կենսագրության մաս չեն, այլ հասարակական անվտանգության ապահովման առաջնագծում առաքելությունն անշեղորեն իրականացնելու հնարավորություն։ Ոստիկան դառնալու ցանկությունս եղել է դեռ մանկուց, առաջին քայլս արել եմ 2012 թվականին, ընդունվելով ոստիկանության ակադեմիա։ Ինձ համար ոստիկանության գվարդիայում ծառայելը արժանապատվություն է։ Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս, եթե ցանկանում են դառնալ ոստիկան, չվախենան դժվարություններից եւ գնան իրենց երազանքի հետևից։ Ոստիկանը 24 ժամ լինում է ոստիկան, նույնիսկ աշխատանքից դուրս։ Ամենամեծ պատասխանատվությունը դա բարեխիղճ ծառայություն իրականացնելն է։ Ամեն օր ծառայության մեջ լինելը ինձ սովորեցնում է լինել ավելի պատասխանատու, ավելի կարգապահ, պատրաստ լինել ցանկացած դեպքի անմիջապես արձագանքելու համար։ Բարեխիղճ ծառայության համար Տիգրան Մանուկյանը ղեկավարության կողմից արժանացել է խրախուսանքների։ Նրա փորձառության, մասնագիտական եւ անձնական որակների մասին լավագույնս վկայում են գործընկերները։ Բոլորի գնահատականներում կրկնվում է մեկ բնորոշում՝ Տիգրանն ունի բացառիկ նվիրվածություն։ Ծառայության ժամանակահատվածում ենթասպա Մանուկյանը ցուցաբերել է մի շարք դրական ցուցանիշներ, աչքի ենք թե թմրամիջոցների հայտնաբերմամբ, թե ապօրինի զենքզինամթերքի հայտնաբերմամբ եւ ցուցաբերել է բարձր պատրաստակամություն։ Մանուկյան Տիգրանի աչալուրջության շնորհիվ արագ արձագանքել եք տարբեր իրավիճակներում։ Դա կլինի զանգվածային միջոցառումների ժամանակ, թե վարչական իրավախախտումների արձանագրման ժամանակ, թե հանցագործների կանխման, նախակախման, թե բացահայտման ուղղությամբ։ Միասին ծառայել ենք տարբեր ստորաբաժանումներում, աչքի ընկել միշտ բարեխիղճ ծառայությամբ։ Տիգրան Մանուկյանը որպես ջոկի հրամանատար ցանկացած առաջադրանք եւ խնդիր, որը որ դրվում է իր առաջ, ինքը կատարում է դա անվերապահորեն, շատ անմիջական է եւ նախաձեռնող եւ ցանկացած թերություն արագ շտկում է եւ օրինակ է ծառայում ենթակա ազնագազմի համար։ Լավագույնի կոչման արժանանալը ինձ համար պատիվ է եւ ավելի մեծ պատասխանատվություն։ Այս գնահատականը ինձ պարտավորեցնում է ավելի լավ ծառայել եւ կատարել իմ առջեւ դրված խնդիրները։ Այսպիսին էր ոստիկանության գվարդիայի 2025 թվականի լավագույն ծառայող Տիգրան Մանուկյանը, ինչպես ինքն է վստահեցնում, նույն պատասխանատվությամբ եւ հանրության անվտանգությունն ապահովելու հանձնառությամբ պատրաստ է շարունակել ծառայությունը։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության զանգերի կենտրոնը շարունակում է ապահովել քաղաքացիների արագ եւ մատչելի սպասարկում։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ը կենտրոնում ստացվել է 33057 զանգ։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։ Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել 60 աստիճան եւ ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Հիշեք, ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել էլեկտրոնային սարքեր, հեռախոս, համակարգիչ, power bank, պլանշետ։ Շոկը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթունի կամ հրդեհի պատճառ։ Կրակայրիչ, բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել։ Ավտոխնամքի միջոցներ, յուղեր, քիմիական նյութեր, դրանք շոկից կարող են այրվող գոլորշիներ արձակել։ Օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ, բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել։ Պլաստիկ շշեր, արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ եւ դառնալ հրդեհի բռնկման պատճառ։ Ապակյա շշերով ալկոհոլային եւ գազավորված ըմպելիքներ, դրանք շոկից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։ Ջերմության նկատմամբ զգայուն իրերը չպետք է թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը փակ ապակիների պայմաններում ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-ից 70 աստիճան։